Մենք ձեզ պարբերաբար տեսնում ենք վարչապետի մասնակցության պատարակներին, վարչապետը այն կոչում էր նորոգման պատարակներ, բայց ինչպես տեսնում ենք Կտրիչ Ներսիսյանը չի շտապում հեռանալ, խնդրեմ ձեր կարծիքը։ Նայեք, նախ շատ ուրախ եմ, որ ես ուրախանում եմ, որ վարչապետը ամեն կիրակի մասնակցում է պատարակներին, դրա համար ես էլ իր հետ մասնակցում եմ եւ քաջալերանք եւ մեր հավատավոր ժողովուրդը, որ տեսնի մեր թագավորները ոնց են ժամանակին եղել, որ միշտ հոգևոր հայրերի հետ մասնակցել են սուրբ պատարակների ու հիմա այդ նույն բանը մենք ոնց որ 21-րդ դարում ենք տեսնում ու այդ իմ համար շատ ուրախալի է, որ մեր Հայաստանը դեպի հոգևորականացում է գնում։ Այսինքն եթե մենք առաջնայինը դնենք հոգևորը, մեր կյանքում ամեն ինչը, հետագայում ամեն բան իր տեղն է ընկնելու մեր կյանքում եւ մեր պետության մեջ։ Իսկ Կտրիչ Ներսիսյանը չի շտապում հեռանալ անգամ այն բացահայտումներից հետո, երբ պարզվեց, որ նրա եղբայրը գործակալ է եղել։ Նայեք, տեսեք, իրանք ինչի չեն հեռանում, որովհետև իրանք այս հավատավոր հոտի հետ ընդհանրապես կապ չունեն, ասեմ ինչի համար, նայեք, կարծեմ Արման Բաբաջանյանը մի անգամ իր հարցազրույցներից մեկում ասեց, որ ինքը Անդրանիկ Քոչարյանի հետ գնացել են վեհափառի մոտ, որպեսզի միջնորդի Պոլսո պատրիարքի միջոցով, որ մեր գերիները ազատվեն։ Հիմա ի՞նչ է դուրս գալիս, մեր գերիները, որ իր հոտի անդամներն են, գայլի ձեռքում են, ու մեր հովվապետը ոչ մի բան չի անում, որ այդ իր հոտի անդամներին այնտեղից բերի, այսինքն ինչ է դուրս գալ, ինքը էս մեր ժողովրդի, էս ամբողջ իր Հայաստան աշխարհի հետ ինքը կապ չունի, ինքը կապ ունի մի հատ փոքր մասայի հետ, որը իրան սնուցում է, իրան այսօր ոնց որ ասած պահում է։ Հիմա ես դες մի բան ասեմ։ Ինքը 20 թվականին պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, երբ որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, նորից վերընտրվեց։ Ինքը կարար այդ, այսինքն վերջացավ այդ ամեն ինչը, ժողովուրդը ընտրեց։ Այսինքն հավատավոր ժողովուրդը ինքը եթե հովվապետ է, ընտրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հիմի ինքը ինչա էլի սաբոտաժներ անում, երբ որ իր հոտին ինքը հոտի ձայնին չի լսում։ Եվ ինչ է կարծում, նա երբ կհեռանա։ Դա մի քիչ դժվար հարց է, բայց կհեռանա, որովհետև չի կարա, ոնց որ ասած ավետարանի մեջ կա, ասում է 5-ին նոր տիկերի մեջ չի լինում, նենց որ ինքը ստեղ անելիք չունի։ Կարծում շուտով կհեռանա։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։